Պարոն վարչապետ, հարցս օդի աղտոտվածության վերաբերյալ է եւ դուք արդեն կառավարության նիստի ժամանակ ասացիք, որ երկու խումբ է ձևավորվելու, ինձ հետաքրքրում է, ակնհայտ է, որ պատճառները երկուսն են, շինարարության մեծ ծավալները եւ ավտոմեքենաների ծավալը, ինձ հետաքրքիր է, ինչ կտրուկ քայլերի կարող եք գնալ, ենթադրենք ավելացնել մաքսատուրքը, մեքենաներ ներկրելու ժամանակ կամ ընդհանրապես արգելել հին մեքենաների մուտքը Հայաստան։ Փորձ ցույց է տալիս, որ կտրուկ քայլերը արդյունքի չեն բերում առնվազն երկարաժամկետում։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի, որովհետև ի վերջո լավ իմիջիալից նախ պետք է հասկանալ, որովհետև ամենատարբեր հիմա երեք օրինակ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որտեղ որից կարելի էր ենթադրել, որ այդ երևույթը ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ Իհարկե ձեր ասածը չի կարող ազդեցություն չունենալ։ Դուք հիշում եք 2018 թվականից ես անդադ խոսում եմ շինհրապարակների որակի մասին, կտրուկ քայլեր, դա նաև մի քիչ կրթական ոլորտի հարց է, նաև կազմակերպչական ոլորտի, նաև վարչարարության հարց է, բայց մենք պետք է հասկանանք, որ միշտ չի, որ ընդհանրապես փորձ ցույց տալիս, որ կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում, հարց լուծում է հետևողական քաղաքականությունը, եւ մենք էդ էլ պետք է հասկանանք, հիմա մի կողմից մենք խցանումներից բողոքում ենք, մյուս կողմից էլեկտրոմոբիլների մեծ հոսք կա, երրորդը մենք ուզում ենք, որ էլեկտրոմոբիլների թիվը ավելի մեծանա, մի շարք պատճառներով, այդ թվում բնապահպանական պատճառներով ենք ուզում, որ էլեկտրոմոբիլների հոսքը մեծանա, բայց այս ամեն ինչը իր հետ բերում է բազմաթիվ դիլեմաներ, եւ այդ դիլեմաները լուծելու համար պետք է հետևողական աշխատել եւ այդ թվում փորձագիտական հանրությանը ներգրավել, քաղաքացիական հանրությանը ներգրավել, որպեսզի ոչ թե սոցիալական ցանցերից մենք հավաքենք կարծիքներ, տվյալներ, առաջարկներ, այլ լինի ինստիտուցիոնալ մոտեցում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը գան իրենց գնահատականներով, իրենց լուծումների մասին իրենց առաջարկներով, որպեսզի մենք ի վերջո այդ խնդիրը կարողանանք լուծել, բայց հավատացեք, որ վաղը այդ խնդիրը չի լուծվելու, որովհետև մենք այդ կտրուկ գուցե չերևացող, բայց կտրուկ ինչ որ քայլեր արել ենք, որպեսզի խնդիրը լուծենք, բայց տեսնում ենք դրանից խնդիրը չի լուծվում։ Հետևաբար պետք է գնալ ավելի երկարաժամկետ ճանապարհով, որովհետև եթե նույնիսկ ձեր ասած քայլերը ձեռնարկենք, հարցը դա կլուծի խնդիրը, թե չի լուծի։ Այսինքն պետք է քայլերը անելուց առաջ նաև փորձագիտական մակարդակում կարողանալ կանխատեսելի արդյունքներ տեսնել։ Եվ ելի հիմա ոչ միայն մեր փորձը, շատ երկրների փորձ ցույց է տալիս, որ այդ կարգի կտրուկ եւ հատուկ հայլերը նման դեպքերում արդյունք չեն բերում, որովհետեւ խոսքը տասնյակ հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա վարքագծի մասին է։ Կտրուկ գործողություններով այդ վարքագիծը փոխել հնարավոր չի։